Համեցեք, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես նույնպես կարծում եմ, որ սա շատ լավ որոշում է, սա երկար ժամանակ ֆինանսների նախարարության եւ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից քննարկված հարց է, եւ մենք իհարկե նաեւ քննարկել ենք այն հարցը, որ այնպեսի ճանապարհով գնանք, որ վարչահարական հավելյալ շատ մեծ բեռ հենց սկզբից չստեղծենք։ Սա երկար ճանապարհ է, որ պետք է անցնենք։ Հիմնական նպատակը նա է, որ մենք տեսանելի եւ թափանցիկ դարձնենք, թե ինչ հանրային սեփականություն է օգտագործվում մեր կարևորագույն ծառայությունները մատուցելու համար։ Այդ թվում նաեւ հանրակրթական ծառայությունները։ Հաջորդ կարևորը նա է, որ սա որևէ կերպ բեռ չի առաջացնում որևէ պետական կազմակերպության համար առնվազն սկզբնական շրջանում։ Ես կբացատրեմ ինչ եմ ասում այդպես, որովհետև մենք սկզբից ուղղակի հաշվապահական թղթակցություն ենք ապահովելու եւ պետական բյուջեում արտացոլելու ենք ռեսուրսային արժեքը, որ մեր տարբեր պետական կառավարման մարմիններ օգտագործում են։ Եվ պայմանավորվել ենք, որ մի կողմից ծախսն են գրելու, մյուս կողմից առանց քննարկելու այն եկամուտներն են գրելու, որոնք հաշվարկային մեծություն են, բայց նաև ծախսը դիմաց է, որ մենք տալու ենք պետական բյուջեից, որպեսզի այդ դպրոցը որպես ՊՕԱԿ բավարար միջոցներ ունենա քննարկումից դուրս այդ վճարը վճարելու համար։ Հաջորդ հարցը նա է, որ իսկ ինչպես ենք որոշում այդ վճարի արդար չափը։ Պետական գույքի կառավարման կոմիտեն մեր ընդհանուր կարգավորումների համաձայն սկզբից առաջարկել էր որոշել տվյալ գույքի վարձակալության շուկայական արժեքը, որպեսզի ամեն ինչ արդար եւ լինի այնպես, ինչպես շուկայում է տեղի ունենում։ Մենք այդտեղից նահանջ կատարեցինք որոշ չափով, ասացինք, որ մենք սկզբից այդքան մեծ գնահատումներ չենք պատվիրի, որովհետեւ իրականում գույքային միավորների քանակը շատ մեծ է եւ համանմանության բազմաթիվ տվյալներ կօգտագործենք այդ թվում կադաստրի կոմիտեից վերցնելով, որ սկզբից մեր բյուրոկրատական process-ները շատ ծախսատար չդառնան եւ ժամանակատար չդառնան, այսինքն մոտարկումներ կլինեն։ Էլի կարգը կգրենք, այն ժամանակ մանրամասները կքննարկենք։ Արդյունավետության հարցը հաջորդ շատ կարևոր հարցն է, որ կգա։ Եվ ես այստեղ երկու շատ եմ ուզում առանձնացնել։ Օրինակ, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ քննարկում ենք, որ այս տեղափոխությունների հետ կապված 2000 քառակուսի մետր տարածք ենք հատկացրել իրենց նոր տարածքում աշխատանքը շարունակելու համար, բայց այդ 2000 քառակուսի մետրից միայն 1200 քառակուսի մետրն է, որ օգտագործելի տարածք է։ Սա մեր պետական սեփականություն հանդիսացող շենքերի արդյունավետության ցուցանիշ է։ Այնպես են կառուցված եղել այդ շենքերը, որ 1200 քառակուսի մետր, որպեսզի կարողանաս օգտագործել, պիտի 2000 քառակուսի մետրանոց տարածք վերցնես։ Հիմա հաջորդ հարցը, որ միանգամից առաջանում է, իսկ մենք այդպես շարունակում ենք, նախատեսում ենք այդպես շարունակել առանց որևէ փոփոխության, թե ժամանակն է մտածելու, որ այն չօգտագործվող 800 քառակուսի մետրերից մի մասը նույնպես դարձնենք օգտագործելի։ Եվ դա կարող է որոշակի նախագծային փոփոխություններ պահանջի, նորոգման կամ արդիականացման, այսպես ասած, լրացուցիչ ծախս, բայց վստահաբար ավելի մեծ արդյունավետություն։ Եվ ի վերջո հաջորդ շերտը բազմաթիվ պետական կառավարման մարմիններ ունենք, որոնք օգտագործում են տարածքները ավելի, քան իրենց պետք է։ Եվ այս քննարկումը ոչ առաջիկա 2-3 տարիներին, խոսքը իհարկե չի վերաբերում դպրոցներին, մենք ենք դպրոցները նախագծել, համաձայնվել, որ այդ տեսակ նախագծերով լինեն իրենք, բայց շենքեր կան հաստատ, որ իրենք ազատ տարածքներ կազմակերպություններ կան, որ երբ որ մենք ասենք, որ իրենց վարձակալած ռեսուրսի արժեք կամ օգտագործող ռեսուրսի արժեքը տարեկան 50 միլիոն դրամ է կամ 100 միլիոն դրամ է, իրենք երկար կմտածեն, ուզում են 100 միլիոն դրամանոց ռեսուրսը շարունակել օգտագործել, թե բավարար կհամարեն դրա 60-70%-ը իրենք իսկ առաջարկելով, երևի կմտածենք նաև խթաններ այդպիսի վարքագիծ ձևավորելու համար, որ օպտիմիզացվենք, որովհետև առանց այս քննարկումը բացելու մենք հարցի պատասխանը չգիտենք։ Եվ ես նորից ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր գործընթաց է, երկար գործընթաց է, մենք անցումային ժամանակահատված ունենք նաև նախատեսված, մի քանի տարիների արդյունքում նոր կկարողանանք ծածկույթ ամբողջական ապահովել եւ պետք է այս ճանապարհը անցնել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։